Մի փոքր առաջ Նիկոլ Փաշինյանն այստեղ հպարտանում էր, որ վիզերի ուղղություններն ավելացել են։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 4.5 միլիարդ էր տրամադրել Fly Arnan ավիաընկերությունը ստեղծելու համար, Fly Arna կազմակերպությունը տապալվել է եւ հարկատուների գրպանից 4.5 միլիարդ դրամ ուղղակի մսխվել է։ Դա էլ հերիք չէ, Հայաստանի Հանրապետությանը դատի են տվել եւ Air Arabian, որ մաս էր կազմում այս Fly Arna կազմակերպությանը, իրենց պնդմամբ եղել են որոշակի խոստումներ Նիկոլ Փաշինյանի կողմից, որոնք չեն իրականացվել եւ այդ հիմքով էլ Հայաստանի Հանրապետությանը դատի են տվել։ Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակ է, որ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է Եվրոպական միության ավիացիոն սև ցուցակում։ Եվ մեղմ ասած, այդքան էլ տպավորիչ չէ, որ գալիս այստեղից այս ամեն ինչի ֆոնին խոսում եք վիզերի մի քանի ուղղություններ ավելացման մասին, այն էլ այն դեպքում, եթե չեմ սխալվում, որ կառավարությունը թռիչքների սուբսիդավորում է իրականացնելու։ Եվ այստեղ էլ հարց է առաջանում, ընդհանրապես այդ գումարը ավելի լավ էր տրվեր մեկ այլ ոլորտի, չգիտեմ, նույնիսկ թոշակների բարձրացման, ուսուցիչների աշխատավարձի բարձրացման, թե այս ուղղությունների վրա։ Եվ հետո կոռուպցիայի մասով այստեղ մի շատ ուրախանալու ինչ առիթ կա, որ մեդիայում դա տարածվում է։ Խնդիրը ոչ թե պետք է լինի, որ դա հրապարակային կա ու մենք դրանից մեզ լավ զգանք, պետք է խնդիրը ձեր առջև դրված լինի, որ այդ կոռուպցիոն խնդիրները լուծվեն, բացահայտվեն կոռուպցիոներները, բայց ամեն անգամ այստեղից հարց հնչեցնելուց հետո եւ որևէ հետևանք չի լինում։ Բայց իմ հիմնական խնդիրը ես վերադառնալու եմ իմ գործընկերոջ հարցին, թաղապետի քաղաքացու ծեծի դեպքն է։ Դուք իրավական բան եք ասում, եք դատախազ կա, քննչական կա, թող գնան զբաղվեն։ Բայց դուք այդ դեպքից հետո քաղաքական պատասխանատվության որևէ խնդիր չեք տեսնում։ Իրավականն ասում եք, բա քաղաքական պատասխանատվությունը։ Այդ դեպքում ուրեմն դուք նորմալ եք համարում, որ քաղաքական, այսինքն թաղապետը քաղաքացուն ծեծելուց հետո կարող է շարունակել մնալ որպես թաղապետ, բայց այստեղ քաղաքական պատասխանատվության խնդիր դուք այստեղ չեք տեսնում։ Արդյոք կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես չեմ դադարի կրկնել հարգելի գործընկերներ, որ լավ կլինի, որ մենք բոլորս որևէ բանի մասին խոսելիս վստահ լինենք, որ հասկանում ենք, թե ինչի մասին ենք խոսում։ Մասնավորապես խոսելով վիզեր ավիաընկերության կատարած հայտարարության մասին, դուք ասում եք, որ լավ կլիներ այդ գումարները տալ թոշակներին, մինչդեռ չեք արձանագրում, որ վիզեր ավիաընկերության այս հայտարարությունը նշանակում է, որ հանրապետության ամենատարբեր մարզերում, Երևան քաղաքում, տուրիզմի ոլորտում կատարված միլիարդավոր դրամների ներդրումները արդարանում են, եւ վիզեր ընկերությունը տուրիստ բերող ընկերություն է Հայաստանի Հանրապետություն, որի գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները աճելու են եւ որի արդյունքում մենք այդ թվում թոշակները մնացած պետական ծախսերը ավելացնելու հնարավորություն ենք ունենում։ Էլ չեմ ասում, որ ձեր գործընկերները ժամանակ առ ժամանակ խոսում են, որ Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումները, սա ուղիղ ոչ միայն Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումը, այլև սա միջազգայինորեն այդ ոլորտի ամենահեղինակավոր բրենդի կողմից ազդակա միջազգային հանրությանը, որ Հայաստանը ներդրումներ անելու, տնտեսական գործունեություն ծավալելու շատ լավ տեղ է։ Երկրորդը անիվի հետ կապված, այո, ես չեմ դադարի ասել եւ պնդում եմ, որ այո, մենք բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները ձեռնարկել ենք եւ ձեռնարկում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ճամփորդելու այլ ընտրանքային եւ մատչելի եղանակներ ձևավորվեն։ Այդ առավոտի ծիրիկուն խոսում եք բանի մասին։ Առավոտի ծիրիկուն խոսում եք եւ մենք էլ ենք խոսում գների թանկացման մասին։ Եկեք գնանք նայենք Հայաստանում ավիատոմսերի գների դինամիկան վերջին 10 տարվա ընթացքում։ Բա այդ քաղաքացու գրպանի, չի։ Դուք ասում եք 4.2 միլիարդ դրամ տվել է Փաշինյանի կառավարությունը պետական բյուջեն կրկնապատկվել է եւ 4.2 միլիարդ դոլարի լրացուցիչ եկամուտ է բերել Հայաստանի Հանրապետությանը։ Ապօրինի բռնագանձված գույքերի եւ հարակից մեխանիզմների գործադրման 5 միլիարդ դոլարից ավելի գույք, որ այսօր պետք է մնար տարբեր կոռուպցիոներների գրպանում, այսօր ծառայում է Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ վերաբերվում է մնացածին, այդ նաեւ
կոռուպցիայի դեմ պայքարը ո՞նց է։ Առաջին կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն կետերից մեկը կոռուպցիայի վերաբերյալ իրազեկումն է։ Կոռուպցիայի դեպքերի այդ բաները լուսարձակները, որ Հայաստանում այդքան բան են սփռված են կառավարության քաղաքականության շնորհիվ։ Չհասկացա, այդ արդեն ձեզ համար այդպես սովորական բան է, հա։ Հայաստանը որևէ ցուցանիշով աշխարհում 34-րդ տեղն է, եւ դա հա ինչ ա եղել որ։ Հա դե բա ինչ ա եղել թողելներ։ Ինչ վերաբերվում է նորքի դեպքին, ես հստակ քաղաքական գնահատական եմ տալիս, ասում եմ անընդունելի է ինձ համար։ Դրա շուրջ վարչական որոշումներ պետքա լինեն, թե չլինեն։ Ես նախընտրում եմ, որ նախ մենք Երևան համայնքում ունենք գործընկեր, եւ ես նախընտրում եմ, որ մենք այս հարցը աշխատանքային մակարդակով կոմունիկացնենք մեր սիրելի, մեր հարգելի գործընկերներին եւ մեր դիրքորոշումները արտահայտենք։ Ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ ընդ որում ես իմանալով նաեւ Հանրապետություն կուսակցության արժեհամակարգը, ես համոզված եմ, որ օրինակ եթե մեկը ասի, որ Հանրապետություն կուսակցությունը այս նույն ընկալումը չունի, ես կզարմանամ շատ խիստ եւ դրանից պետքա բխեն կոնկրետ հետևանքներ ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ։ Ընդ որում, գիտեք ինչ, բոլորս մարդիկ ենք եւ կարող ենք պահի տակ ինքնատիրապետում կորցնել եւ այլն, ես չեմ ուզում որևէ, բայց կա որոշակի կանոն, ի վերջո մենք մարդ լինելուն զուգահեռ քաղաքացի ենք, պաշտոնյա ենք եւ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը պետություն է եւ սրանից բխող բոլոր հետևանքներով։ Նախ անկեղծ ես միևնույն է չեմ հասկանում, թե այդտեղ հպարտանալու ինչ կա, որ մեդիաներում ամենօրյա ռեժիմով կոռուպցիոն նոր դեպքեր են արձանագրվում։ Հպարտանալու տեղ պետք է լիներ, երբ որ այդ կոռուպցիոն դեպքերը բացահայտվեին։ Ես չգիտեմ արդեն որ երրորդ անգամ պետք է ասեմ, մի մեղադրյալ քանի անգամ եմ ձեզ հարցրել, մի մեղադրյալ, եթե անիվի գործով չի ներգրավում այս գործի մեջ, հիմա դուք եկել ինչ եք ասում։ Ինչ կոռուպցիայի հետևից գնալ, ինչ բյուջե լցնել կոռուպցիոն այդ նախկին սխեմաների մասով եւ այլն։ Դուք այդ քաղաքական կամքը չունեք ձեր սեփական թիմին պատասխանատվության ենթարկելու։ Դա ուղիղ, պարզ ասեք։ Հետո այդ հպարտանալու բանը, որ այսքան միլիարդով բերել եք, մոռանում եք 7 միլիարդ Պարտք ենք կուտակել միայն ձեր կառավարության ժամանակ ու երբ որ մատը ստանեմ ցույց տամ կոնկրետ ինչի վրա է գնացել չկա անընդհատ նորոգվող վերանորոգվող նույն ճանապարհը տարին 5 անգամ վերանորոգվում եք դրանից ավել ոչ մի ստրատեգիական նշանակության բան չի կառուցվել բայց քաղաքապետի մասով նախ ձեր կոալիցիոն գործընկերը հստակ հայտարարություն է արել եւ այդ տվյալ դեպքը կապել է աշխարհակաղակական տարբեր կենտրոնների դավադրությունների հետ դա է իրենց մոտեցումը ասեք ուրեմն դա էլ նաեւ ձեր մոտեցումն է կրկնում եմ կա քաղաքական պատասխանատվություն, այդ որ գնում եք տարբեր տեղել կրթվելը նորաձև է, արշավ եք իրականացնում։ Բա այնտեղ մեկը ձեզ չի հարցում, այդ կրթությանը զուգահեռ։ Բա օրը ցերեկով, 10 հոգով մի մարդու ծեծում են։ Հետո բերմանա ենթարկում ծեծվողը եւ ոչ թե ծեծողը։ Հետո ծեծվողին եւ նրա գործընկեր Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ ավելի ծանր քրեական հոդված է դրվում, քան ծեծողի նկատմամբ։ Բայց այդ ամեն ինչը ձեզ մոտ դիսոնանս որևէ կերպ չի առաջացնում։ Հոմենակ բառեր ասելով չի։ Դատապարտում եք, դատապարտումը հստակ գործողություն պետք է ունենա, թե չպետք է ունենա։ Ուրեմն եթե դուք դահլիճում էիք, հստակ լսեցիք ես ինչ ասեցի։ Եթե դահլիճում էիք, հստակ լսեցիք ես ինչ ասացի։ Երկրորդը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հստակ արտահայտվեց։ Եվ դուք ուղիղ սուտ եք ասում, ասելով, որ մենք այն ճանապարհները, որոնք այդ վիճակում են, այդ ճանապարհները չեն ընդունվում, նրանց համար չի վճարվում։ Լավ։ Ավտոն ջարդվում է, դրա համար էլ կան մեխանիզմներ եւ հետևանքներ։ Եվ դա այո, նաեւ նրանից է, որ ես ասում եմ, որ ժողովուրդ ջան, հերիքա ասեք, որ մենք հազարամյակների շինարար ենք, մենք ճամփա սարքել չգիտենք, դպրոց սարքել չգիտենք, շենք սարքել չգիտենք։ Հիմա ինչի մասին եք խոսում, էտումից եք եկել ինչ եք բողոքում։ Այսինքն ճիշտ եք անում, մենք ենք բողոքում, դուք եք բողոքում։ Երկրորդը ասում եմ
Երկրորդը հպարտանալ ինչ։ Խաչատրյան կարող եք չխոսել։ Մի րոպե կթողեք խոսան։ Հպարտանալու բան կա, որ երկրում 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 34-րդ տեղն է։ Այս մեկ, սա հպարտանալու բան է։ Երկրորդը, ասում եք բացահայտումը սկսվում է հրապարակայնությունից։ Երրորդը, բոլոր այն դեպքերում, երբ որ քրեական պատասխանատվության ենթակա մարդ կա, բոլոր այդ դեպքերում քրեական պատասխանատվության մարդը կենթարկվի։ Չորրորդը, Հայաստանի Հանրապետությունում մամուլը չի դատական իշխանությունը։ Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն, որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք անել եւ Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես։ Այսինքն մամուլ, բայց ձեր մասին ինչ են գրում մամուլի հոդվածներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասա, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ԱԾ-ի պատվալը, որ մամուլի Ձերներ եք։ Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։ Մամուլը ձեր մասին ինչա գրում։ Ինչա գրում ձեր մասին մամուլը։ Գրում է որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ տանիվ եք, ազդեցության գործակալ եք մամուլը։ Մամուլի գրածների նստեք տեղները ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Ասի վերենգի տեղը տասի, ներվերս չուտես։ Լրություն դալություն։ Վախի, լրություն։ Նստեք, մամուլի հրապարակումների մասին բան ասեցին, դուք սկսեցիք ջղաձգվել, նստեք, Տիկին Վարդանյան, դույով կգնաս քո ղեկավարի հետ կխոսաս։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ դույով չխոսաս։ Ուրեմն դույով չխոսաս։ Նստի տեղդ, դույով չխոսաս։ Եղավ։ Դույով չխոսաս։ Ասում եմ դույով չխոսաս։ Չափերիդ մեջ մնա, դույով չխոսաս։ Դուրս կշպրտեմ քեզ ես դահլիճից։ Դուրս կշպրտեմ քեզ։ Ասում եմ դուրս կշպրտեմ, նստի տեղդ։ Դույով չխոսաս։ Ես միջև իշխանություն ունենալել եմ քո հետ տենց խոսացել ու քո շեֆերի հետ եմ տենց խոսացել։ Ընդմիջում։ Անջատեք եթերը։